Դե դա սրիկայություն էր։ Ուրեմն Ալեն Սիմոնյանն է։ Ելի չունենք, ես էլ չունեմ։ Ինչն է վասում պետք է լինի։ Իշխող ուժի 7-րդ համագումարից հետո խորհրդարանում պակասել է ջերմությունը ՔՊԱ-ականների միջև։ Համենայն դեպս ազգային ժողովի միջանցքներում խորհրդարանական թղթակիցները նկատում են, որ առաջվա պես իրար հետ չեն շփվում ՔՊԱ-ականները։ Քարորիայի մեկնարկին նորից ջրի երես դուրս եկավ Ալեն Սիմոնյան Հայկ Սարգսյան հակամարտությունը, որ ծագել էր լրատվամիջոցներին ուղարկված անանուն մի նամակից։ Անհայտ մնալու ցանկությամբ նամակագիրը սկանդալային տեղեկություն էր հայտնել խորհրդարանի նախագահից։ Սիմոնյանը մերժել է օնլայն խաղերի հարկն ու տուրքը բարձրացնելու Սարգսյանի առաջարկը, քանի որ շահ ունի Վիվարո ընկերությունից։ Այս աղմկոտ պատմությունից հետո առաջին անգամ տեսախցիկների առաջ Սիմոնյանը սրիկա է անվանում նամակի հեղինակին։ Դե դա սրիկայություն էր։ Սրիկայություն է ըստ ԱԺ-նախագահի, որ անանուն նամակ են ուղարկում հոկտեմբերի 27 էլեկտրոնային փոստի հասցեից։ Այսինքն ԱԺ-նախագահի էին սպանում, այն մարդը, որ գրում ուղարկում էր, նպատակ ԱԺ-նախագահի։ Չգիտեմ, չեմ կարծում, որ Հայկ Սարգսյանը կլինի։ Սիմոնյանն ըստ էության չի բացառում, որ իր թիմակիցն է անանուն նամակի հեղինակը։ Բոլորին հարկում է։ Հայկ Սարգսյանն էլ չի հերքում շրջանառվող լուրերը։ Լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ բողոքում է, որ Ալեն Սիմոնյանը իր նկատմամբ կարգապահական պատասխանատվություն է հարուցել այն բանից հետո, երբ ինքը շրջանառության մեջ է դրել իր աղմկահարույց նախագիծը։ Դա այն օրն էր, երբ ազգային ժողովում քննարկվում էր իմ կողմի շրջանառության մեջ դրված օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր 2 անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը, այսինքն գործող տուրքերը։ Մի կոնֆլիկտ էլ Ալեն Սիմոնյանը Անդրանիկ Քոչարյանի հետ ունի։ Համառ լուրեր են պտտվում, որ անձնական թշնամանքի պատճառով Սիմոնյանը ջուրն է գցում Անդրանիկ Քոչարյանի տարիների աշխատանքը։ ԱԺ-նախագահը ժամկետանց է համարում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ընդունված զեկույցը, որի վրա այդքան տանջվել է Քոչարյանը։ Եթե այդ զեկույցը չմտնի ԱԺ օրակարգ, նշանակում է զեկույց չկա, պնդում է Քոչարյանը։ Նա հերքում է լուրերը, թե Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունեն։ Երեք Ալեն Սիմոնյանն ասում է մեկնաբանման հարց է, ես խնդիր չունեմ, պարոն Քոչարյան։ Ելի չունենք, ես էլ չունեմ։ Իսկ խորհրդարանի փոխխոսնակը խնդիր ունի թիմակիցների հետ, նեղացած չէ նրանցից։ Բացարձակ շրջան ինչն է վասում պետք է լինի։ Դե օրինակ այն պատճառով, որ ընդամենը չվճարված 30,000 անդամավճարի պատճառով իրեն թույլ չտվեցին մասնակցել ՔՊ-ի համաժողովին։ Ըստ լուրերի Փաշինյանի սև ցուցակում հայտնվելու պատճառը ոչ թե անդամավճարն է, այլ այն, որ Արշակյանը երբեմն ինքնուրույն որոշումներ է կայացրել, օրինակ համարձակվել է մասնակցել ՔՊ-ից խայտառակ կերպով վտարված Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին։ Սև ցուցակներ մենք չենք պահում։ Կադրերն ավելի խոսուն են։ Արշակյանը, որ ինքնամոռաց պաշտպանում էր թիմակիցներին, անգամ հրում էր ընդդիմադիր պատգամավորի հղի օգնականին, առիթը բաց չէր թողնում ընդդիմադիրների հասցեին բոցաշունչ ելույթներ ունենալու համար։ Այս քարորիայի ընթացքում աչքի չընկավ հուժկու ելույթներով։ Տխուր ու անտարբեր էր նաև առաջնորդի ելույթի ժամանակ, հատկապես երբ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից պատմում էր իրենց համագումարի մասին։ Կարեն Մանգասարյան, Առաքել Օհանյան և Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։